Amen.
կրկնի պիտի ապրի։ Քրիստոսի հարության եզերական ծավալները երբեք ու երբեք չեն նշնցանացնում կամ ոչնչացնում երկրավոր կյանքի արժեք։ Այլ այն երկրավոր կյանքը դարձնում են հավիտենական կյանքի նախասրահ։ Առանց արության երկրավոր կյանքը պատահական է վերածվելու ընդամենը մի մրցած տարեցի։ Մի վայր, որ մրցանակ կարող է դառնալ փչացող նյութը, ամրով գեղեցկությունը, ջլատվող ուժը և օշիանցող իշխանությունը։ Առանց արության ջնջվում են բնակեցելը լեղքի և առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի։ Առանց արության չկա սահմաններ ու չկա ուղենիշեր, չկա նպատակներ ու չկա միջոցներ, վերջապես չկա կյանք, այլ կա միայն ու միայն սրբկած ու աննպատակ դիպված դեպի երեսում։ Այսպես է հատուկանը շրջումը, ոչնչացում կյանքը, մարդուն մխում ինքնաստվածացման, սեփական ցանկությունների և իրավունքների բացարձակացում։ Մինչդեռ արության լույսի ներքո կյանքի յուրաքանչյուր անդրվար ծնունդից մինչև մահ հրթության մի օղակ է հավիտենության շղթայում։ Արության լույսի ներքո երկրի գործերը արձագանք են ստանում երկրում և երկրի ջանքերը կանձեր են դառնում առողջության մեջ։ Երկրքին ու կրկին ճշմարիտ է առարկանը և ասում է, եթե Քրիստոս հարություն չի արել, ուրեմն ունայն է և իզուր է մեր հավատքը։ Մեր ժողովուրդը անցել է հարյուրավոր հազարավոր տարիների իր պատմության մեջ արտավիճների միջով։ Սմբլուր խմել է դառնության բաժակը, հաջողակ մարտնչել է աղետների ու հորձաների ներում։ Երբեմն խելահեղ միուսախապության փորձել է փախոստալ ողբերգական և ցավալի իրականությունից։ Երբեմն նույնիսկ ասացի տակ է ապրել արության ճշմարտացիությունը և խոր ցավերի ու վշտերի մեջ, հուսախաբության մեջ հաստատել անգամ Աստծո գոյության։ Բայց մեր ժամանակ միշտ շարունակել է ապավինել արությանը և պայքարել։ Այսօր ևս մենք փոփոխություններ ենք հաղթահարում։ Շարունակում ենք սևասանական փոփոխությունների հետևանքները և շարունակում ենք հանդիպել որվածած, անջատված, բայց արդեն ծերացած հայացքներ ունեցող երեխաների։ Տեսնում ենք ցավից գալազող որտեղ կորուստ մայրերի ցանկացած աչքեր, այլևս արցախահայերի վշտահար շերտեր, բանտերում ապօրինաբար պահվող, խոշտակվող գերիներ, սեփական երկու անպաշտպանությունից և չկարողությունից խորացած ու խեղճացած մարդիկ։ Եվ նույն ժամանակ այսօր Քրիստոսի Սուրբ Արությունից երկու հազար տարիներ հետո տեսնում ենք մարդկային ցավի և կարիքի նկատմամբ անտարբեր
ու սնախակ հոգիներ, որոնք իշխության ուղղացման գնով հարկ ու անձնական բարեկեցություն են ունենում։ Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարկակով հռետորներ, որոնք իրապաշտության հանգարցների մեջ այլենադատություն, պատմական հիշողությունից հրաժարվում և ինքնաժրկում են կրում։ Տեսնում ենք խոսքի աչպարարներ, որոնք ազատության և արդիականության զարգացման մեջ սանձազարգություն են կրում։ Տեսնում ենք նաև ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության հավաքակող շրջանամեսում իբրև թե գիտելիք և բարեկամություն են վաճառում։ Եվ հետաքրքիր է, սրանք բոլորը բացելու են այն ամենով, ինչի համար ըստ էության պետք է ամաչել։ Ամաչում են այն ամենից, ինչով պետք է բարձրանալ։ Այսպես է, պատիվն ու հարգանքը, անցյալ ու ներկա և ապագա հաջորդի հանգում մարմնապաշտության չենջավոր վագինի մեջ։ Միթե այս ողբարի պատկերների առջև չի նսեմանում սուրբարության հրաշքը։ Ինչպես հավատալ, որպես չի սուրբարության խորհուրդը կյանք և տրպություն պիտի դառնան նաև այսօր մեզ համար այս վիճակներում։ Քույրեր և եղբայրներ, ես չունեմ խոսքեր ամոթելու ձեզ հարության ճշմարտացիության մեջ, չունեմ նաև բառեր հավաստիացնելու ձեզ հարյուրենական կյանքի իսկությանը։ Ունեմ միայն համոզում, որ չի կարող կյանքը սահմանափակվել անիմաստ ու ողբերգական մահվան։ Ունեմ համոզում, որ չի կարող կյանքը հավաքվել դասով և ողբերգությամբ։ Չի կարող գերեզմանը դառնալ կյանքի ողջ ու ամբողջ էությունն ու բովանդակությունը։ Եվ վերջապես ունեմ համոզում, որ Հիսուս, նույն Հիսուս, որը չարչարվեց, խաչվեց, մահվան պատմվեց, հենց այդ նույն Հիսուս հարություն է։ Եվ հենց նրանով էլ Աստված։ Աստված չի կարող բանալ։ Եթե Աստված մեռած է, ուրեմն ընդունայն է մեր քարոզածը և Հիսուս է մեր հավատը։ Եվ մանրամասն մեր ողջ կյանքն ու ընթացքը։ Բայց քանի որ մանրամասն չէ մեր կյանքը, ուրեմն ճշմարիտ է Հիսուս գերատեսչությունը և անշրջելի Աստծո լինելիությունն ու մասնակցությունն է։ Եվ վերջապես իհարկե ավելի դյուրին է հավատալ այն բանին, որ Աստված իրապես հարություն է արել, կամ հավատալ նրան, ընդունել այն, որ Աստված մահացավ։ Եվ ուրեմն գործողությունները վերացեք կյանքի զորացման, սայթակելուց հետո վեր կանգնենք, վեր լինենք, մեղաչելուց հետո չտանտանենք հավատալարությանը, մերժենք նրա հավատությունը, մերժենք կասկածները, պայքարենք մեղքի մեր նախիքներս մեր մեջ, և հետո այլ տերերում և այլ պայքարենք կյանքի համար, պայքարենք արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար, պայքարենք առաջընթացի և կատարելագործման համար, և չկա պայքար մահը ամենուր։ Հարեցությունն ամենուր է,
Հարությունն ամենում է, երբ ամեն ժամ, երբ Աստված դառնում է առանցքը, երբ կենտրոնում է։ Հարությունն այնտեղ է, ուր չկա ատելություն, երբ ուր չկա թշնաման։ Հարությունն այնտեղ է, ուր խորտակվում է շարի պատնեշը, և հարությունն այնտեղ է, ուր կենցում է միաբանությունը, ամերաշտությունը, և բրկավորում է սերը։ Եվ ուրեմն ողորմյալ լինի Տիրոջ Սուրբ Հարությունը, թող բրդի Սուրբ Հարության շնորհները առատորեն, սփռվեն,